Ուրեմն առաջի պայմանը պետությունը պետք է տրամադրի նրանց արտադրության համար բոլոր հողատարածքների քարտեզները։ Իրանք թող ընտրեն։ Ուրեմն այդ հողատարածքները այդ գործարաններին, նոր ստեղծվող գործարաններին տրվում է, ասենք 30 տարով անվճար։ Գործարանները ազատվում են հարկերից, բոլորովին զրոյացվում է հարկերը։ Ստեղ լուրջ մասնագետ տնտեսագետները իհարկե կասեն, ոնց կարանք զրոյացնենք, միջազգային շատ կազմակերպություններ կան, որոնք որ հսկում են այդ ամեն ինչը եւ չեն թողում ինչ որ շեմից դու հարկը պակասացնես, դա հիմնականում 15%-ն է, որպիսի մրցակցությունը ազնիվ լինի։ Այսինքն, եթե դու հայտարարում ես, որ քո երկրում հարկը զրոյական է, չգիտեմ, Mercedes, Volkswagen, սա կարող է գան լցվեն քո երկիր, գործարանները տեղ հիմնեն, որ հարկ չտան, հա, ու դա ոնց որ մրցակցությունը նրանք հաշվում են, որ դա ազնիվ չի։ Բայց Հայաստանի դեպքում, մեր դեպքում մենք շատ մեծ առավելություն ունենք, քանի որ մենք փոքր երկիր ենք, միջև միջազգային այդ քննարկումների ժամանակ որոշումներ ընդունվեն հատուկ մեր երկրի համար, որ պատժամիջոցներ մտցնեն մեր հանդեպ, որտեղ մենք զրոյական հարկ ենք կիրառում։ Մենք արդեն 3-4 տարի այդ ձևով կաշխատենք ու շատ մեծ աճ կունենանք հենց այդ հիմնված գործարանների առումով, որից հետո հա արդեն կամաց հարկերը մինիմալ շեմը միջև կբարձրացնենք, բայց արդեն մենք ունենք այդ հիմքը, այդ կորիզը մենք կստեղծենք։ Դե մի քիչ sense խորամանկություն էլ է պետք է անել հանուն մեր երկրի շահերի, ամեն ինչը պետք է անենք։